Ես Հալեբին կապված անցմը չէի, ես Հալեբին կփախեի միշտ, շատ չէի սիրել Հալեբը։ Պախուստ կուդայի։ Պախուստ կուդայի Հալեբը ինձ նեղացնող էր շատ հարցերով։ Ինչու գահալածեին։ Չէ, հայլացանք չէ, բայց իսլամական էր։ Այսինքն մշակույթը արաբական, մուսլիմանական մշակույթ էր, որ հարկելի է։ Ագարակ որ ռեժիմը, այսինքն ամեն ինչ կներ, որ ադանք չի իբր 6 տարի չէ կծածալ։ 2017-ի վերջն էր, որ այցելեցի, ավելի սիրեցի Հալեբը։ Սկսա Հալեբին կապվել։ Մեջս մեծ ցնցումը առաջացուց։ Սկսա Հալեբին խղճալ, Հալեբ փնտրել։ Որևէ հայ բանաստեղծ, հայ գրող, ինչքանով լիարժեք կսկա ինձինք, աս հողին վրա, աս մայթերուն վրա են կալած բաուն։ Մենք խնդիր ունենք լեզվի նախ եւ առաջ, որովհետեւ մանավանդ հիմա այս նոր սերունդը բացարձակապես դեղյակ չեն, ինչսել է արևմտահայերեն, ինչսել է արևմտահայ քրագանություն եւ այլն։ Մենք կարծես վերջին մոյգաններն ենք, ես ալ տունալ այդ։ Չէ, վերջինը Դանիել Վարուժանն էր, մերած է։ Հիմա Երևանի մեջ։ Լոս Անջելեսը ունեցա, այսպես ասած, ավելի հանգիստ վիճակ հոգեգան արևմտահայերենի իմաստով, այո։ Այսինքն քաղաք մնե ուր արևմտահայերենը գաբրի ավելի ապրող է։ Սպիրկայությունը նաեւ գարձես ասանք ինքն իր վրա գխնտա այն իմաստով որ գիտե որ օրինակ եթե դբրոցը ունենար Երևանի մեջ արևմտահայերեն թեկումով ավելի լեզուն ասանք նոր արոմատը նոր փույրը կստանար բայց բամը չրին այդ իմաստով ավելի շատ սպիրկահայերու ջաշարաններ կան կամ թե արևմտահայերեն դբրոցներ արևմտահայերենի հետ վերապերմունքը արևելահայերին հայաստանցին մանավանդ դարբեր էր նույնիսկ 70-ական 80-ական եւ անկախության վերջին պետք է շեշտել ավելի կսիրեին այնադեն ավելի կսիրեին այսին դուրսեն գուքան ավելի արևմտահայերեն ավելի էլիտար լեզու էր ավելի քաշողական ուժ ուներ որ ասնոր սերունդը Հայաստանի մեջ ասծոպության երբ որ դարվեցավ եւ կապիտալիզմը մտավ Հայաստան եւ իրենք շփացան արևմտահայերենի ալկամահարանքը ավելի վերածվեցավ իբր բարբարային իմաստով արի սպիրկայ գրող ես քեզի համար եղիր գրող քեզմով մեկը հետաքրքրված է ուզես մերիր ուզես մի գրեր ուզես գրե ոչ մեկ փոխություն ես ադը զգացում ունիմ լքված է սպիրկայ գրականությունը լքված է ընդհանրապես սպիրկայից $1 չի նվիրել Հայաստան այսինքն հեղափոխությունը ցախողած է Հայաստանի մեջ հեղափոխությունը սպիրկի համար ցախողած է, որտեղ հեղափոխությունը բարդության հետ առնչվեցավ, ադիցիան։ Եթե բادرազմ չլար հեղափոխությունը գահաճող էր։ Այսօր ինչ է ուզածը ի վերջո։ Բարոն եթե հարց տան։ Ես չեմ պատասխան չունեմ սակո, ես չեմ։ Սպիրկի եզորացումն ալ բան չփոխեր հարցը։ Ես ադիգա պիտի տենեմ, որ մեզ համար հիմնականը պետք է լա Հայաստանի եզորացում։ Հայաստանի եզորացումն շատ երկար ժամանակ կոսե, իրապաշտ պետք է լա։ Պետք է Թուրքիան դգարանա եւ Հայաստանը կոնե 30 տարի զորանա։ Եկեք անգերց խոսենք։ Եկեք անգերց խոսենք։ Այսօր հյուրս Հալեբահայ գրող բանաստեղծ Դիկրան Կապոյանն է։ Դիկրանի հետ խոսեցանք անշուշտ իր ծննդավայրի մասին, քրագանության մասին, արևելահայ, արևմտահայ բախումներ չսեմ, ալիքներում մասին, Երևանի մասին, ամերիկյան նոր աշխարհի մասին, արևմտահայ քրագանության նոր ծաղկումի մասին ի Լոս Անջելես։ Եվ այս բոլորը Դիկրանին հետ կացինք։ Անգերց խոսենք։ Բարի եկած ես Դիկրան։ Դիկրան մենք կգարձենք որ Երևանը Հայաստանը մեր վերջնական գայանն է մանավանդ Թունաս վերջին 10 տարվա ընթացքին շատ շրջակայեցար Հալեբ, Դուբայ, Բեյրութ, հասար մինչև Լոս Անջելես, բայց ինչ որ Երևանի հետ գաբը չի գործվեցավ, ինչ է քեզ համար այս քաղաքը։ Գրնալալ մեր գաբը քիչ յուրահատուկ է, քանի քրագանությամբ կսպավինք, դիմեզի ավելիալ կապ կստեղծե կամ յուրահատկություն մգուտա մեր կապին, ես կարծեմ մշակույթն է ավելի կապողը, մշակութային կյանքը, քրագանությունը, անշուշտ, քրագան գործունեությունը եւ վերջին շրջան լրատվությունն ալ անշուշտ։ Բայց ինչքանով ընդունված է այսօր արևմտահայ գրողը լալ Հայաստանի մեջ։ Այո, մենք ասի մեր բաներն է, չէ, խնդիրներն է։ Տունա ունի շատ խնդիրը, ես ունիմ, բոլորս ունի։ Ես լրագրության մեջ շատ խնդիրը գարձես լուծած եմ, բայց քու բարակայիդ կամ որևէ հայ բանաստեղծ, հայ գրող ինչքանով լիարժեք կսկա ինձինք, աս հողին վրա, աս մայթերուն վրա են կալած բաուն, ինչ են խնդիրները քու գարձիկովդ։ Խնդիրները սելով եթե մենք խնդիր ունենք լեզվի նախ եւ առաջ, որովհետեւ
լեզուն մանավանդ հիմա այս նոր սերունդը բացարձակապես ընդհանրապես եթե չընտարացնեմ դերյակ չեն ինչսել է արևմտահայերեն, ինչսել է արևմտահայ քրագանություն եւ այլն մենք կարծես վերջին մոյգաններն ենք ես ալտունալ չէ վերջինը Դանիել Վարուժանն էր որ մերած է հիմա Երևանի մեջ այս արևմտահայերեն գա շարժումը գսկաս երբեմն արժևորված լավ գսկաս տունկեզի բանաստեղծությունը դեպի քրես բանաստեղծությունը ինք միջավայր պետք ունի այսպես կամ այս լեզուն սնանիչ բաներ ունի լեզուն իր անջրբեդ ունի չունենք մենք ադարջբեդ անհամար մեր չանկերը կամ ջիքը կամ այսպես ասած տակնապները ավելի սաստկանան գրտնագի գլան թե պեղումի իմաստով տեսական է որովհետև չունենք միջավայրը մենք ենք իրար հետ կխոսենք եւ կփորձենք այստեղիններուն հետ արևմտահայերեն խոսել դերատ համառությունը ունենք ագարակ չընդունվիր միաժամանակ ստեղծագործական կորսն հալատ երկկողմանի փեր է այսինքն թե լեզվի իմաստով դու նորմատներ չունիս տեալ ստեղծագործական իմաստով այդ լեզվով պիտի ստեղծագործես որովհետև քեզ համար աջելի է արմատները տեն ինքնությունը թե չես կնար մեկ կողմ տնել այդ լեզուն ոչ մեկ ցևով Լոս Անջելես ունեցա ավելի այսպես ասած ավելի հանգիստ վիճակ հոգեկան արևմտահայերենի իմաստով այո այսինքն քաղաք մնե ուր արևմտահայերենը գաբրի ավելի ապրող է իմ շփումներս եւ անշուշտ մշակութային կորզունեությամբ գապ չունի ինքը քաղաքը անգլիախոս է կամ անգլիախոս չէ ուրիշ լեվել է բանական այո եւ անգերային վիճակ է Երևան չի գա շատ այդ վիճակը ինչքան փորձեցին քեզ եւ տունը ստեղծել Ամեստապար մի քանի բանաստեղծական երեգոներն էլ եւ գետրոններ եւ այլն գետրոններ այո բայց ընդհանուր ընկալումը չի բայց ինչ կգարձես սպիրկայությունը նաեւ գարձես ասանք ինքն իր վրա գխնտ այն իմաստով որ գիտե որ օրինակ եթե դբրոց ունենար Երևանի մեջ արևմտահայերեն թեկումով ավելի լեզուն ասանք նոր արոմատ նոր փույր կստանար բայց բամը չրին այդ իմաստով ավելի շատ սպիրկահայերու ջաշարաններ կան կամ թե սպիրկահայ դբրոցներ կամ արևմտահայերեն դբրոցներ եւ այդ ջաշարաններում մեջ ինչ որտեղ գհնչե չէ այդ լեզուն ասենք որևէ ջաշարան որ երտաս ագանչիտ ավելի հասանելի է արևմտահայերենը որովհետև հաջախորդները արևմտահայերեն մենք զադողություն չենք տներ խորքի մեջ բայց մեզի համար ուրախություն կլար եթե ասենք արևմտահայերեն թեկումով դբրոցը լար եւ մենք շաբաթ անգամ մայցելեինք շփում ունենայինք անգերց զրույց ունենայինք աշակերտներուն հետ որպես գրողներ այդ բերգրանքը չեն գաբրիր եւ գարձես մենք ճիշտ է ես եւ դու գրողներու միության անդամ ենք բայց ինչ կնենք այդ արումով եւ ինչքանով այդ գարույցը քրագանությունը կքրգե չի քրգեր չէ բամը չի դար մեզի իմ սածս արարգայական քիրքի դբակրելու մասին չէ խոսքը նաեւ միջավայրը ուր է այսօր առաջ միջավայր մգար չէ քրողներու առաջ կերտայինք որևէ սրճարան գանտիբեինք ասինչ քրողին անինչ քրողին գզրուցեինք հիմա Քրողները գարձես ամեն մեկը սպաղած է երգյանքով եւ հասարակած հանդիպման վայր մնալ չի գա Համաձայն ես ինքը միջազգային քրագանության այսպես ասած ուղեկիցն է փոխվեցավ ամենտեղ քրագանությունը չունի այդ հոլովութային կամ առօրյական արժեքապանություն ինչպես որ կար ամենտեղ նույն հալապական աշխարհի մեջ է չի գա այդ կաֆեները հիմա այդ շարժը Բեյրութ չի գա օրինակ չեմ դեր ավելի քիչ առաջվա 70-ական 80-ականներում շատ ուրիշ էր ինտերնետը շատ բան փոխեց բաց աշխարհը ես աստարը գսիրեմ այսինքն այդպես չէ որ դժկո եմ ես անցյալ տարում չարենց մարենց գսեին լուսավոր տար ինչ լուսավոր տար հիմա թողքան նայն ինչ տարի մեջ ենք մենք սարսպես հորտուն տարի շատ բաց տարի մագարտակը բարձացեր է մարդկությանը անպատճառ մշակութային ուրիշ լեվելի վրա է մարդկությունը լեզվալ իմաստով բարձրացած է ամեն ինչը բայց ադի անշուշտ իր բացասական գոմերը որ շփումը թեթևցեր է այդ կողմնակություն չկա որ արդ հավաքվելով հոգեգան այդ ոգեղեն կապը ստեղծվի կամ կողմնակությունը սկացվի բայց ուրիշ բան մը գիտես ինչ է
Արևմտահայերենի հետ վերաբերմունքը արևելահայերին հայաստանցին մանավանդ դարբեր էր նույնիսկ 70-ական 80-ական եւ անկախության մեջ պետք է շեշտել ավելի գսիրեին այնադեն ավելի գսիրեին այսին դուրսեն գոքան ավելի արևմտահայերեն ավելի էլիտար լեզու էր ավելի քաշողական ուժ ուներ որ ասնոր սերունդը Հայաստանի մեջ ծոփության երբ որ դարվեցավ եւ կապիտալիզմը մտավ Հայաստան եւ իրենք այդ կանգերձ լակ չէ շփացան արևմտահայերենի ալ կամահարանք ավելի վերածվեցավ իբր բան լեզու պարպարային իմաստով արին բադի մեր թիրքերը նախընտրեն որ անգլերենով շփվիլ ժամանակին ռուսերենն էր իմ որովհետև անգլերենը իրենց համար շուգաներ կպանագոր եւ իրենց հոգն է օրինակ գրողը երիտասարդ գրողը արևմտահայերեն դպվի Եվ who cares այո հաջուկի աղբյուր չի մնաց առաջ արևմտահայերեն հաջուկի աղբյուր էր արևելահայերում ինչ հաջուկ օկեգան մշակույթ հիմա ինչով ջինսով ինչ այսինքն արևմտահայ գրողները ջինս կհակվեին չէ լեզուն ընդհանուր լեզուն ուրիշ եւ արևմտահայերենը բադուանը կփանալ մոդեռնիզմին ավելի քան արևելահայերենը հա որովհետեւ գաբը ինչով ագոպոշականով վայոշականով նույնիսկ նիմ բագանա քրիկոր բլեդյանը գործե բաներ մնել չէ ու կա ոստեղ տասա իր շրջաբադում այո ստեղծեց եւ գնախնդրեք որ Երևանը քան ուրիշ մայրաքաղաքներ ի դարբերություն անցյալին բացառությունն է բլեդյանը քիչ Մակնշանյանը ու կա տասախոսություններ ստերոտին այդ մարտիկը որ սենք սպիրկի քրագանտյան բաբաներն են վային այդ զուգահեռապար իրենք ավելի Երևանի շուգա բարը չսեմ Երևանի միջավայրը գնախնդրեն որ այսին թեբի սպիրկ Օրինակ առաջ ես կհիշեի գարտային, գիտես, աս ինչ թվականին 75-ին Քարնիկ Ատտարյան այցելեց Լոս Անջելեսի հայկական դպրոցը, Գամկու քաղաքետ Թորոս Տորանյան այցելեց Ավստրալիա։ Հիմա իրարմով հետաքրքրված չենք, ասի ինչ է տուն սպիրկայ գրող, ես քեզե համար եղիր գրող։ Քեզմով մեկը հետաքրքրված է, ուզես մերիր, ուզես մի գրեր, ուզես գրե, ոչ մեկ փոփոխություն։ Ես այդ զգացումը ունիմ, լքված է սպիրկայ քրագանությունը, լքված է ընդհանրապես։ Սպիրկայ քրագանությունը կամ արևմտայ քրագանությունը իր շրջանակը ուներ, բայց սպիրկը չէ որ ուրիշ սևի թիմակից ստացավ հիմա։ Was globalization-ին վերջաշ։ Ինչ է թիմակից։ Այսինքն չի գա ավակական դեմը, որ մարդիկ նստին, օրինակ հանդիսադես պետք ունի ամեն մեկ ի վերջո։ Հիմա ասենք Բլեդյանը, ու կա որ տասխոսություն գարտա, չէ՞ որ ամերիկյան համալսարան, ուր է այդ համալսարանը սպիրկի մեջ, որ ինքը գրնա միշտ շաբաթօրյա։ Այգազյան օրինակ, ինչու չէր տար Բեյրութ, Միակ բացառություն ես Լոս Անջելեսը գամարեմ։ Միակ դեղը որ քիչը միջավայրը Եսանանգ որ միջավայրը նայն Լոս Անջելեսի կրողները բնալալ Վիկեն Օվսեփյանը գուկա այստեղ քիրքեր գրադարագի կներգացնե բայց Լոս Անջելեսը ինքնին ռիթմը ունի եթե այսինքն մտնես այդ ռիթմի մեջ բայց թեր այդ հին սերունդի ներկայացուցիչները իրենց մոդեցումը ժողովրդին հետ հանդիսադեսին հետ ունգտրողին հետ կամ ընթերցողին հետ կուզեն այդ գաբը բահել ամիջական որը չի մնաց հիմա որը ուրիշ ծև ստաց եկեք անգերց խոսենք Դիկրան գասկնամ աս Լոս Անջելեսի բանը ինձ համար ալ երբեմն հաջախ մանավանդ անցյալին այսպես հույս մներ որովհետև գիշեմ գհրադարակվեր բաց նամակ անունով տերտմը միջավայր մգար քրողներու բայց անցյալ օրը մեգա հարցատրումը դված էր ուր է Ամերիկայի մեջ հայ քրող մոչի զնա որ մենք ասենք ասի ամերիկացին ասի ամուլ է ինչ որ զավակ բերելու խնդիր կա ասին նոր քրողներ չեն ծնիր հայության մեջ արևմտահայերեն ստեղծած անշուշտ ինչ է բաժարը ինչ է քախնիկը որ առաջ գար հիմա չի գա առաջ հալեբա գար չէ անշուշտ ծեր սերունդ օրինակ կամ անգե առաջ ալ միշտ եղած են պայլադագումներ բայց հիմա գարձես Ինչ է բաժարը, այսին բոլորը գսեն որ մենք քրագանություն եւ քրագանությունը բամն է որ այսին ծաղիկը չէ որ չրես ծաղիկը մեծնա եւ դու ուրախանաս քրագանությունը մեջ է պիտի կա եւ բռնասպոսիկ պիտի չլա դերս միջավայրն ալ չոքներ կամ չեմ գիտեր դու ինչ շոշափեցիր ինչու Ամերիկայի մեջ այդ խնդիրը կա կամ Ֆրանսիայի մեջ 300,000 հայ կա մեկ հատ երդասարդ քրող լսած ես անունը Մեկ հատ։ Հիմա ես քրոներու որոնումի մեջ չէի, ես մտնոլորտի մասին խոսա, մի քանի տեղ, այսինքն հաջելի էր շարժը Լոս Անջելես։ Թուրեգան էր քեզ, լավ սկսեցիր։ Բայց այո, նոր սերունդի իմաստով չի գա։ Կարծեմ Բեյրութա չի գա։ Ալեպ արդեն
Սավոկալե կամած կարդեսեն գելլե գոր հայության համար։ Ասան գսես քեզի կգնատադեն վաղը, ինչպես մայր կաղուտը չէ, հալեբը։ Մայր կաղուտն է, այո, բայց մարդ կանակ չի մնաց, խնդիր է, կանակն ալ խնդիր է։ Հետո մենք նոսրացումի խնդիր ունենք ամենտեղ։ Հայությունը այդ շարժին չեն պիտի կա։ Արևելայերը գսիրեն ասպարը դեգրադացում։ Արևելայը եւ արևմտայի խնդիրը, ասի Հայաստանը, որովհետեւ համայական պետություն չի վերածվելու խնդիրը մնաց եղավ արևելային։ Մենք բացառություն ենք, ադալ քեզիս եմ, այսինքն քչարած շեշտը տրինք, որ արևմտայերեն այսպես մենք արևմտայերենի քարոզիչ մոհիկան կամ ռավիրան ենք, որովհետեւ առաքելություն, բայց մեգում հոգը չէ, որովհետեւ Հայաստանը արևելահայուն երկիրը կամարվի Մինչև մադե տունա ասիրանցել եւ հավնեցած միտքը որ սովետականի տոտապումը դեռ նորից նոր կդարել է քաղաքականության միջոցով արևելահայը ես չեմ սիրել զատորոշել ես այնքանս ուզած եմ հայաստանցի ներկայացնել բայց չլարգոր ասկան դարվա փորձառուտեն փորձառուտեն եկնա չլարգոր հիմա վիրավորական բիթվի կամ ոչ Շատեր գրնան նեղվիլ այո որ ինչու համար մեկ ենք չէ մեկ չենք տարբերություններ կան Պատկացուր YouTube-ի մեջ նույնիսկ մեր լսարանները դարբեր են Արեմդայ լսարանը ունի իր հետևորդները որոնք չեն երթար որոնք հաջող կերտան արևելահայ լսարանի մոտ բայց արևելահայը չի կար արևմտայերեն մոտ Մենք մեկ չենք որովհետև եթե մեկը լայնք Իսրայելի պես պետություն ունենանք ցևոմ Այսպես կամես հադուգենտ մարտիկ եկան ճաշտոնը ստացան Ինչ է որ գերացնե մեզի դիկրան իրար մե Որովհետև այլևս Երևանի մեջ սև հակնելու երևույթն ալ քիչ ցավ հակուգաբը փոխվեցավ այսին առաջված հոմո սովետի շեշտված ռիթմերը չի գան չէ հիմա ապովյանով եթե կալես քույները վար են մարտիկ դարբեր մշակույթներ գխարն բայց դեռ կարծես թե մենք չի գրցանք իրար կդնել Ես իմ ամենս կարծիքովս ամեն ճարիքի մեջ բարիք կա բարդությունը բարիք մնալ պերավադի մաստով որ քիչ մցնցեց ժողովրդին որ այդ սովետիզմը նույն ռուսականությունն է այսպես կոմենպես այսինքն ռուսերը թուրեն ելան բադոանեն մտան եւ թեր իրենց է Հայաստանը մենք ինչու խորտենք ինչու չենք միացულ վիլ կամ ընտելանալ կամ որովհետև մենք ռուսական մշակույթով չենք մերված, ոչ այլ մեզի համար մեծ նշանակություն ունի եւ ռուսական բասի մշակույթը ռուսականեն հերոյեր դիկրան հետաքրական է, չէ, նույն այդ ֆտուեի օրերուն գիշեմ նկարները տեսած եմ։ Ատուն գաբեցի ռեժիմին է, ռեժիմի մասով բայց մշակույթի բարակային օրակ ռուսականին ախորժելու, ռուսականի մեջ բրգուճումը տեսնելու, ռուսական տրոշակը տեսնելու։ Գիտես, այդ բանը կար, այդ աստեցության կոդին կար։ Անհատական անձնական ընտրանքներ կային, որ մեկը գսիրե ֆուտբոլի խումբերով էս, բայց ընդհանուր ադի մեր մշակութապանական կամ ինքնության չէր աստած։ Չէր աստած, արևմտահայության, այսպես Մայր քաղուտներ եւ բահած էին արմատները որ իրենց ուղությունը առնվազն ոչ սովետական է իրենց ուղությունը հագատրկական էր այսպես ասենք բայց հագարական օր մենք թուրքական մշակույթը մեզ համար ավելի ընկալելի էր քան թե հայաստանցիներուն համար որովհետեւ թուրքերեն խոսող ենք պապասալ մուսեր գիտեին թուրքի օկուպանտիոն ամեն ինչ այլ քաղաքական խնդիրներ կային անշուշտ բանջարական եւ այլն Բայց ինչու համար այս համահայկական պետության չի վերածվելու փաստը գա եւ այդ փաստը ես կարծեցի որ այո բարիկները մեկներ բարդության որ ցնցում ապրեցան հիմա գսկամ վերապերմունքը ոչ թե լեսբիան թե արեմդայոան թե կամ որևէ մեկու անտե փոխվեցավ այս դեղացի ժողովրդին որ բացվածություն ստեղծվեցավ դա կարեւոր է որովհետեւ կարծեին որ մենք կոց մնալով պիտի հաղթենք, պիտի պահենք այդ հողերը եւ որը ադիմում միֆեր էր։ Այդ մեկը չի իրականացավ եւ վստահ էր, այսինքն ոչ թե ես մեծ հայտնադես էի, այս ամբերը այս անձրևը պիտի բերեր, մենք չենք կրնար հաղթել այս կարողություններով, այս դիրքով, այս մտածելակերպով, այս գործելավոճով, չէ՞։ Չէ, բայց հիմա մեկում եթե խոսիս գսե ոչ, հայ ոգին չի բարդվեցավ։ Ինչպես մեկնաբանել։ Միֆ է, դա ինչպես։ Նույն հայ ոգին գսեմ Բերլին ազատագրեց եւ այլն։ Մենք 21-րդ դար ենք 2025-ը բաց աշխարհը շատ։ Մեկ կոճակով հայտնի ես ով ես ինչ ես։ Ծիծաղելի է, չէ՞։ Հետո
Ձիծաղելի է մեղմ ասած։ Գիտես, այս օրերուն Դիկրան շատ կնարգվեցավ Հալեբի մեջ առնված պատկերը, ուր հայ արևդրականներ կացին այցելեցին Թուրքիոյի բադոսարան եւ ես կգնգալեի որ սպիրկի մեջ ավելի մեծ քրոհը լա, այսպես որ ինչ կնեք կոր տավաջաններ թուրքին մերեք մի երտակ, բայց կարծես թե մեր հանրությունն էլ սկսած է փոխվել, որովհետեւ ան մարդը որ կանադա գաբրի գոր այո գնեղանա գոր բայց ինքին չուզեր գոր իրավունք տալ այդ մարդիկը ունեն եւ Թուրքիան բավական աստեցիկ թերմը սկսած է ունենալ Սուրիո մեջ Դու ինչպես կդիտես աս հագասական պատկերը հայմը որ Թուրքիո հյուբադոսարան եւ այլն հյուբադոսին հետ նկարվել միասին նույն ջաշը գիսել եւ խոսի ծրագիրներու մասին չեմ դեր ինչ ինչպես կմեն նախորդ երևալ բայց ես պետք է այդտեղ լայ որ կնահատեի երևի բայց ինչպես որ կբատմեն այլևս Հալեբը թուրքական նահանգի կվերածվի որ կամաց այսինքն իրենք ողողած են ամեն ինչ Ադի քեզի կվախցնե օրինակ Շատ չի վախցներ, բայց մտահոգություններ կան։ Բայց այսինքն ցեղասպանվիլ եւ այլն, չէ, շատ չի վախցներ, որովհետեւ բիդիկիտնաս, այսինքն մարտս ի վերջո ընկերային էակ է, չէ։ Մարդուս հիմնական առաքելությունը ասկային պատկանելությունը հարկելով, մենք այդ դասերակցության մեջ մեծը, բայց մենք չսեմ սխալ չափազանցյալ բան մգար մեր դաստիարակության մեջ սրբականացուցած ենք ամեն ինչ սրբատասած ենք հետո հաստատություններ այդ սրբատասումին հավասար հագաստիությամբ շատ ավելի մեծ կոդրված կսկեր չէ ինչու պիտի սրբատացնեինք ամեն ինչ ինչու այդքան պիտի ոչրացնեինք որ մենք պետք է վրեժ լուծենք պետք է եւ ֆորտուն վրեժի սկացումով կամ ասես բարտատրանքով գմեզնաս հետո չես լուծեր այդ վրեժը Այլևս ամեն մեկ քայլ այդ վրեժեն հետ ընթացով շիզոֆրենիկ վիճակներ ուտանի քեզի, չէ՞։ Բայց իրականություն է, աս Հայաստանը աս կարդեսով գրնար թիմանալ առանց Թուրքիո հետ լեզու գտնելու։ Չէր գրնար։ Երբ որ մենք ալ Հայաստանի բաժին դարձանք անկախութենեն վերջ այսպես կամ սփյուռքը։ Համարիրաբաշ պետք է լար Թուրքիո հետ պետք է լեզու գտնել։ Փախուշ չի գա, այսինքն մեկ առավել մեկ հավասարը Սպիրկը հագարակը գրավ ճիշտ Հայաստանի մեջ, այսինքն այդ մշակույթը որ դրոշակ այրել եւ այլն, ես կհասկանամ, բայց ադիգա որոշ փուլը պետք է լա մեր ժողովրդի կյանքի մեջ, մենք անգե անտին պետք է նայենք, մենք ադիգա չերինք, սպիրկը այրը պերին, եթե Երևանի մեջ երբ դրոշակ այրած են, այո, անգերց խոսենք Արդյոք այդ քու մոդեցումդ նաև Հայաստանեն բանեղար, այսին դեսար, որ թուրքը եւ ռուսը նույն մագարտակի վրա են, ընդհանրապես ռուսը ավելի վատ բաներ արավ մեզ։ Ռուսը ավելի վատ բաներ արավ եւ ռուսը տակնված ծևով վրա, դա ավելի վիրավորական է։ Կոնե թուրքը Ասի մենք 90 տարի է չենք խոսիր թուրքերուն հետ, չենք փորձած եւ գվախնանք։ Փորձեր ենք մեկ-երկու ասանք գվախնանք, բայց խորկային բանով եւ գադենք, այսինքն վախկա մեր մեջ, դեր վախկա գարակ։ Երբ որ խոսիս կպարատվի կիշմատ վախը։ Հա, պետք է ես կգարձեմ մենք պետք է ավելի բաց լանք աս հարաբերության եւ պատրաստ լանք, որովհետեւ ինչպես դու նսիր, մենք ճակատագրական ժամանակ մնե որ Տեսնենք թե ինչքան մինակ ենք այս բայկարի մեջ։ Եթե բայկար բարը գրնանք տնել։ Հիմա գամա թե ագամա բادرազմը սպիրկայում վրան լաստեց։ Ինչքան ալ հիմա այդ լոզունգներու եթե բաբտած են պետք է չէ, բայց որևէ մեր անձնական զրույցներու մեջ գիտենք որ մենք չենք կրնար աս ներկա բանագաշինությունը Փանակ ունենալը գադակ չէ, լուրջ շատ լուրջ գործ է։ Այսօրվա դվյալներով մանավանդ ոչ թե 10-րդ դարի մենք 80-ականների զենքերով գրվեց։ Եվ մեր հանրությունը քիչմը այդ ռոմանտիկ վիճակներում մեջ է որ ոգեր բարոյականը մորալը եթե բարձր է մոսինով գրնանք մոսին հրացան փոցային եթե մի քանի հոգի ապտակած ես կրնաս ազատագրել չեմ գիտեր կամ bodybuilder ես ուրեմն կրնաս թեմ տնել թիմագայել իսրայելյան բանակը կամ կանադական բանակը ես ֆեմինիզմի հետ եմ գրնալալ կարորտը գին են աղջիկ են ֆիզիկապես դարբերություն չեմ տներ ես բայց եթե ֆիզիկական չափանիշով բիտնայես իրենք շատ ուժեղ չեն բայց դες իսրայելյան բանակը ուր է կանադական բանակը իր անցած խաղաղական ամբողջ
դեսա է, կացի դեսա, շատ արգելի է։ Անհամար ուրիշ չափանիշներ են։ Երբ որ բանակ չունիս, երբ որ եւ քեզի բարդատրել են, նույն բանը ինչու ալեբի մա գրտնվի, որտեվ եկավ Թուրքիան քու տուրը հասավ։ Եթե բիճի խոսիս հետ ինչ պիտնես լավ, ելես գրագես ինչով կամ։ Պիտի խոսիս չէ, պիտի հասկացվիս, որ կոյադևես եւ մենք ամենից գիտենք, որ մենք ցեղասպանության առաջ ապրած ենք դեռնին երկար շրջան եւ հարկված ենք։ Գադիգա գուզենք որ հերկել, կարծես գուզենք որ 700 դարին Ես սելեկտիվ է, այս ասբդուղը չէ եղած, բամը չէ եղած, մեկ անգամ եղած ճարտած եմ մեզի։ Արդար չէ։ Եթե Թուրքիան ընդունի Հայաստան ասահմաններով եւ կոնե միջին ասում մոդուսվի, բամը կա սանք Ջանչնալու բամը կա Թուրքիո կողմի, այս ասկոյությունը։ Այո։ Ինձի թող չի վտանգ ներկայացնե, թող չի։ Մենք շունչ կկաշենք։ Թող չի կորձակցի տշնամիներուս հետ կամ Բայց ասիգա ինչպես բացադրենք մեր սպիրկահայ եղբայրներուն։ Հիմա մեզի ավիտ կննատադեն։ Հետո փաստային որ պիտի կրենալ, թող կրեն մեկնա։ Որ ասում Թուրքեն, ասում Թուրքեն։ Գրնանք շատ թյուրավ, ես եւ տուն հիմա նստիլ Թուրքիո հայո ել, Էրդողան հայո ել, մաս։ Բամը որ հրած ենք ասին, անցյալ կոլերուն ահավոր ցևով ադելություն գա։ Բաց աշխարհը գրնա թարգմանվիլ եւ տրենդ դառնալ եւ իշնել, լավ ինչ կշահենք պատկերացուր։ Բայց մարդ բանական չէ որ էյակ է ինչ կարաչարգ ես սպիրկը ինչպես պետք է մոդենա ինչպես պետք է հաշտվի ազվիճակին ասի մենք գալ չենք կրնար ամենում պերելոս ասենք որ նայեցեք հոս ապրեցեք մենք վտանգված ենք աս կողմեն Թուրքիան է ան կողմեն Ալիևն է մյուս կողմը Վրաստանն է որ մե չեմ գիտեր շահ ունինք չունինք հստակ չէ Իրաննալ մեզի գխապե հագարակ որ Իրանը շատ չի գա։ Քանի անգամ լսած եմ որ Իրանը մեր նոր տաշնագիցն է, չեմ գիտեր։ Իրանը ամեն ինչ լավ որ Ադրբեջանը շատ հեշտությամբ ուզած դեղը մտնե այդ Քարվաճարի կողմեն եւ այլն ինչ հրավ։ Իրանը նոթր երկիր է ասած։ Բայց աս բոլորը ինչպես բացադրենք սպիրկի մեր եղբայրներուն որ մեր վիճակը ընկերներ բարդ է։ Եկեք նայեցեք Ինչ վիճակի մեջ ենք։ Այսինքն մենք չենք կրնար նույն խոս, օքեյ, գասկնամ որ ցեղասպանության թեման մարդ կհավաք է։ Ապրիլ 24-ը մարտոց սիրդին գխոսի։ Արդեն պատասխանները գուդաս կորտուն սա։ Գծավին գուլան, բայց ածևով մենք բեդություն չենք կրնար բան։ Ճիշտ ես համաձայն եմ, այսինքն հիմա նոր սերունդին ինչ պիտի ցնանես, այո, այդ ցեղասպանությունը Այդ դոկտրինը մեզի հայ բահեց, բայց հաջելի է պետք է փոխենք մեր զենքերը։ Բայց ինքը նոր սերունդն ալ ուրիշ մոդեցումներ ունի հարցերում։ Այսինքն ես քրոջ զավակներն հետ կզրուցեմ։ Ինչ կսեն օրինակ։ Դաժե քեզի լսել։ Իրապաշտ են, իրենք բանջադեր են, գուզեն մեր իրավունքներուն դեր կանգնել, բայց նախ պետք է զորանաս, չէ՞։ Բայց միան ապրիլ 24-ի օրը ապրելով դիկրան ինչպես պետք է ամեն օր զորանաս բայց սպիրկի զորացումն ալ բան չփոխեր հարցը ես ադիգա դիտեմ որ մեզ համար հիմնականը պետք է լա Հայաստանի զորացում Հայաստանի զորացումն շատ երկար ժամանակ կսե իրապաշտ պետք է լա պետք է Թուրքիան դգարանա եւ Հայաստանը կոնե 30 տարի զորանա, այսինքն ուրիշ միայն աշխատի ադուղությամբ։ Որը դժվար է, հիմա գտեստեմ, ասինքն օրինակ ցնցող էր, բայց նորեն շատ ցնցող չէր 100%-անոց։ Ես գարձեի պիտ լարվի ժողովուրդը, այդպես կաֆեներն են, ռեստորաններ, ընդհանրակը զեղության, այսպես անօգության վիճակները։ Նաև ադիգա բամը գնեն որ իրենք switch off գնեն որ չի իշեն ածա։ Իբրտե, բայց ադիավել խայդարակ վիճակներու գտանի, որ ծիծաղելիության գտանի։ Պիտի ապրին, չես կրնա։ Պիտի ապրին, բայց ոչ թե ես ալ առաջին դարին որ կինի բան եղավ, ֆեստիվալ եղավ Նգարը թրի հիմա սկիշեմ որ մեղատրեցի մարդկանց չես կրնար մեղատրել Ես անոց չեմ մեղատրել ես արուստ խավը կմեղատրեմ որ որոնց արմատներ սավոք սովետ միության ամբողջ վերնախավին արմատները աբորինի աղբյուր ունի հարստության որ անոնք աստծոպությունը իդ շարունակեցին անոնք պետք է պատերազմեն վերջ ուրիշ վարկ ցուցաբերեին եւ իշխանություններն ա թույլ կգտնվին որ ասարծը որովհետեւ եթե դիտեցնես բյուջե այլևս գործի անցիր այսինքն աս լոզունգներն են որ պերես աս օվենաս օլիգարխիա այսինքն հոգնեցուցին կպավի այլևս տեսանք եւ հետո սպիրկը Բادرազմեն վերջ ինչքան ալ հիմա Փաշինյանին գահավնին չենավնիր գահավեն չենավեր բայց սպիրկը այլևս ավատքը գործընծուցած է ատալսեմ քեզի ես շփում տունակի դես ադի բարդվածության հետևանքն է բարդվածության հետևանքն եւ անշուշտ հաստատություն կա արելի հաստատություն կա սպիրկը այլևս $1 չի նվիրեր Հայաստանին այսինքն հեղափոխությունը ցախողած է Հայաստանի մեջ հեղափոխությունը սպիրկի համար ցախողած է որտեղ հեղափոխությունը բարդության հետ առնչվեցավ ադիցամալի
եթե բادرազմ չլար հեղափոխությունը գահաճող էր ցավալիորեն աս երկության մեջ է, բայց հագարակ անոր Հայաստանի ժողովուրդը մեր իշխանությունները գարձես չի մտածեցին, որ պետք է աս բادرազմեն ամեն ինչն էլ խուսափելու համար։ Ընդհանրապես ավելի էր արեցին կամ չէին գիտեր որ ուր գմտնեն գոր հիմա թաշտ մգմտնես չես գիտեր ամեն ագան է, այսինքն մեկ հատ գբայտի օքեյ գսես կրնամ շարունակել հաջորդը երրորդը չորրորդը մինչև որ այո խաղաղություն կար, բայց անխուսափելի էր։ Ուշ կամ գանուխ դիլլար։ Օրինակ 2025 լար, դիլլար 2025-ին։ Աս մարդը սերը իմ երազս Ալիևը սերը չէ, որ իմ երազս բادرազն էր։ Լա իր քոյության իմաստը ադորում է։ Ռեզոն դատ որ գսեն, կադոր համար եկած է։ Ինչ կապ ունի Փաշինյանն է դիմացը, Մոնտենը լար դիմացը կամ Վասկեն Սարգսյանն, լբիդ հաղթեր։ Եմ իմորնար կբادرաս տվեր որ իսկ մենք ինչ կնեինք։ That's the question։ Հա, բապանակ չի գար մեջտեղը։ Այդ փուչ բաները գային, որ ելավ Սարգսյան Սերժը գիշեմ մշակութային համալիր ներս կմտնի չէր։ Ես եւ տուն չէինք խապվար, բայց Պաշտոնական մենք խապվեցավ, կանտավարվեցավ, չէ, հայտնի էր դասեն Գոջագը Մոսկվա է, ասին չէ, Գոջագը Մոսկվա է, այսքան չէ, զենքը օսե, բայց ինչպես պիտի գրագես միան ռուս։ Բայց մոտավոր ճիշտ էր ասածնից, որովհետև չի բայտավալ, հայտնի էր։ Իրենց զենքերուն հայտնի է ինչքանի տոկոսը կբայտի Ուկրաինայի մեջ։ Իրենք ուրիշ գաղափարախոսություն ունին զենքի արտադրության կամ զենքի ասին իրենք մեզ խապեցին գարձիկով։ Հայտնի է։ Հայտնի չէ։ Հացորոշ։ Հայտնի չէ։ Եկեք անգերց խոսենք։ Աս արումով հույս ունիս որ Հայաստանը անգերց դաշնագից մգոնենա ի թիմաց Միացյալ Նահանգներու։ Եթե Հայաստանը ոչ իբրև հայ առնես իր քարտեսով, Էջը կպած դարձնես, սկսես որ ասի lost case կսենանք։ Ուֆ, Ղարաբաղով ալ lost case։ Բայց իբրև հայ միշտ լուծումներու մասին գուզես մտածել, չէ՞, փրկարարական հատ հույսը ունիս, օրինակ դուն Հայաստան ապրիլը փրկարարական կորց է, գիտես, առաջին օրեն որ մենք եկած ենք, ոչ թե ասի ժողովրդական առումով մենք մոնատ կնենք կամ, բայց Հայաստան երբ որ բիդաբրիս պիտի զողություն գարցի։ Այո, բայց Հայաստանը գրնա Ամերիկայի վեց դաշնագից ունենալ։ Ոչ կարճ կտրված, ոչ մոտ, ոչ մոտագավորերուն։ Որտեվ բիտկետուն նախ տուն քեզի արտարացնես, որ տաշնագիցը թքա եւ գողքդ կանգնի։ Ռուսիան մեզ մե ավելի օգտվավ, քան թե մենք Ռուսիային, աս բոլոր 30 տարվա մեջ ստագ էր այդ, որտեվ ինքը շահեցավ մեզի për տաշնագից բայելով սուտ, Ադրբեջանին զենք ծախելով։ Եվ տնտեսական օրենա վերջին իրեն բաժամիջոցների մեջ ավոր ոսկի ծախելով կօգտվի գոր։ Դագավին կօգտվի գոր։ Դագավին ով է մեր տաշնագիցը դժվար է ասել, բայց գարձեմ աս հագասական շիզոֆրենիկ կոչված վիճակը Հայաստանին աս խարխափող պիտի շարունակվի, մինչև որ համացանակիր կնքվի Ադրբեջանի եւ Թուրքիո հետ վերջնականապես։ Եկեք անգերց խոսենք։ Քիչ մկու անձնական հետ խոսենք, դիկրան վիդեոզեի գիտնալ ինչ են ծրագիրները, ինչ գործ ունի դիամ մեջ ես, գիտեմ որ քիչ մը լրակրություն գնես, քիչ մը արևդուր գնե, արևդրական ոլորտի մեջ ես, բայց ինչ են մեծ երազները ինչ են, որպես դիկրան կապոյան։ Ինչպես բոլոր արևելցիները ամեն բան գնենք, չէ՞։ Բիկել արես ելնա արես ասենք, չէ՞ արաբերենով։ Լրատվությունը պատահական ստացվեց, այլ կշարունակեմ գոր։ Անշուշտ մեզի բրգություն եղած է լրատվությունը, լուր կրել։ Ինչ իմաստով։ Դե ապրոստի արումով բաժին մնա, չէ, մեր կյանքը։ Ավելի ուրիշ բանաստեղծության գալի քիրկը, եթե կալդարի։ Գազրակիրը։ Կալդարի բավակված գործեր կան։ Ասոնք են հիմնականները։ Լրատվականը կշարունակվի գոր, մշակութային գործունեություն կա։ Քիրք մգտարկմանեմ որ արաբերեն գալի հրադարակվի Դամասկոս։ Իսկ շփումներ Հայաստանի մեջ քրական միջավայրի մեջ նորեն նույն բանին մի դեր։ Չէ, նույնը սկզբնավորության կացինք, շատ չի կան, անհատական շփումներ են։ Հիմա Հայաստան տունակի դες իրենք մի քանի դեղեր ունին, երդասարտական իրենց շղբաներ։ Օրինակս վերջերս զարգացոր բան եղավ։ Զարգացոր հավաք եղավ։ Ինչու ներգաչեղար։ Այլևս երդասարտ չենք։ Այլևս երդասարտ չենք։ Բայց ուրիշ մարդիկ եղային, որ ջերմակ մազերով էին, այսինքն անոնք ուրիշ չափանիշով երդասարտ են, forever young, դի ամեզի, բայց գան երդասարտական դեղեր, չեմ գիտեր, հավաքվանակ
ժամանակին քրեթեր տգար։ Այո, շրջանակում ուներ Գուրգեն Խանջյանին ողջույններ, ինքը հիմնադրած է։ Տունալոնդը բազես կարծեմ։ Դե բացեմ, երդասարտական ասենք շարժումներ կային։ Հիմա չեմ տեսնել գոր։ Մեջը դա երանտը գա, գրողները կովկովի հավաքելու կամ ընկերներով հատ։ Իրես մենք տարբեր փորձառություններ ունեցանք, Հալեբի մեջ ալ տուն ունեցար որոշ շփումներ, Բեյրութի մեջ քրական խմբակներ, այսօր չունենք այդ էնտուզիաստ երանտը չի մնաց կարծես։ Ես հագարակ կոմեն եկա, համեստապար երբ որ հաջողությունք այդ բանաստեղծական երեկոները, այստեղ դեղացի արևելահայ գրողներ ալ կանչեցին, Արամ Փաչյանը եկավ Գարտաց, օրինակ Հարենցը, Էրմինե, շատ կային Արփի Ոսկանյանը, եկան Սպիրկահայ գրողներով հետ չշփվիր հոստ որ գայցել են, գիտես, խումբը Սպիրկահայեր կան, որ աստեղ պարկը մուրան, հարկանքս բոլորին, այսինքն գուզեն երևի իրենց գիրքը ներկայացնել, բայց անոնց այդ chemistry-ը չի գրծանք ունենալ Տիգրան, չեմ դեր, ես ալ միշտ հերու կփորձեմ մնալ։ Գանտեր, ես չեմ տեսել որ շատ հադուկ են կան, չէ։ Ուրիշը մեդալ մը գուտա, հավաք մը դնի։ Չէ, ուրիշ ոլորտ, ուրիշ զոնն է։ Ինչ զոն է, այսինքն քրագանություն չէ։ Չեմ կարծեր, չէ։ Չէ։ Բայց կա երևույթը։ Գաթեր արտերը, այդ կոմունիստները մնացած երևույթ։ Բեյրութի մեջ ալ գար, միշտ բան մը գա, որ միշտ իրար բադվելով կսպաղին եւ բայց քրագանությունը ոնց չէ, քրագանությունը ոնց չէ։ Անշուշտ որ ոնց չէ, անշուշտ։ Հա դե խնդիրը եւ չգալիս բանալ եղավ հարթ դերմը որ քրագանությունը ապրի, ադալ մեզի համար խնդիր եղավ։ Կամ մենք միշտ պատած սերունդին կպատկանենք, որ ուզեր ենք քրագանությունը ապրեցնել, այսինքն ապրուստի վերածել, սիմվոլներ գտնել կյանքի մեջ։ Երևանը մեզի չի դվավ, չար տարածուց մեր սպասումները։ Այո, մեր սպասումները երևս մենք ուրջացված էին։ Ուրջացված։ Երևանի մեջ սպիրկը ապրեցանք, սպիրկի մեջ Հայաստանը պնդրեցինք։ Հայաստան շատ պնդրեցինք սպիրկի մեջ։ Դարաբեցանք Հայաստանով։ Հայաստան։ Գմերնենք միան Հայաստան երթա։ Ճիշտ է, միան Հայաստան դարեք ինձի։ Բայց դեր մեր մեջը գա, չէ, այդ սրբատասված Հայաստանը, ասպես Հայաստանը որ դերմը պիտի ելա, բայց ինքը պիտի չլա։ Բայց այդ երազը պիտի ելա, Հայաստանի երազը պիտի ելա։ Ադի ապրեցնող է քիշմը, բայց դեր մնալ խափող է, շատ խափ։ Եգուրալ իրականությունը ասենք, հիմա եթե բացակայից քիչ բնավ չես կարոտնա։ Կարոտնամ անշուշտ։ Ես անգերձորեն, եկած ենք անգերձ խոսելու։ Քաղաքացի ենք, ես ինքս կսկամ, այսինքն դուրս հանձնարարություն կսկամ, երբ որ երկրեն դուրս եմ, ուզեմ երկիրը ներկայացնել։ Քաղաքացիական իմաստով, հա։ Գսկաս ինչ որ գաբը, չէ, ադիա շատ լավ է։ Գաբ հանձնարարությունը, գաբը։ Սենք երրորդ օրն է իր Լոս Անջելեսը էր դուն կեզե Երևանը լար իմագիչնեի քիչ մը կալեի պարադերա թոքեպանությունս մենք իմ բարակայից Տիգրան գուզեմասիգա գիսել է դդ երբեք ջնշվածությունը չսկացի ոչ քաղաքական ոչ կրոնական հոս ի դարբերություն օրինակ Բեյրութ դարբեր սլակներ կային որ ես ջնշված կլա օրինակ արդու երբ որ խանութս կփանայի հանգարց գիշեի որ աս երկրի մեջ Գաբրի մեկը որուն անունը ինչ գիտեմ Հասան Նասրալլա է եւ հագարակ որ ժխտական չէի այդ մարդուն անտե բայց ուրիշ ալիքներ կային որ գսկայի որ իմս չեն աստեղ ինձի խանկարող բաներ չի կան խանկարող ցայներ չի կան օրինակ չեմ չղայնանար մամլու ասուլիսմը գուդագոր քաղաքական գործիչ չեմ փոխեր մեջս anger չի գա ադիգա նաև ինձի խանկարեց որ ես բանաստեղծություն շատ չի կրեմ շատ քիչ կրեմ ես կարծեմ երկու բան կա Հայաստանի մեջ ադելություն եւ մաղձը բարձր է շատ բայց նույն ժամանակ կարծիքի ազատություն կա եւ հեղափոխությունը շատ բան փոխեց ադալ ուզենք պետք է խոսել տրագանի իմաստով շատ բան փոխեց առաջ մարդիկ ավելի վախի մեջ էին ջնշված էին ավելի ԽԾԲ-գար ավելի մաֆիոզական էր ավելի օլիգարխիական էր Հիմա քիչ ավելի ախպերական էր հիմա քիչ մորենստրական թաշտ եւ գնաց սարի էս հարցը լուծենք եւ այլն ախպերականը այսինքն մաֆիոզականն է քողականը բան եղավ փոխվեցավ այսինքն պոլիս օրինակ լավաց այդ երգերը որ պոլիսը կզարկանա սկա որտուն երգերը գարաշտի մեկ դի ցուցանիշները մեկն է հա արեմուտքը այդպես զարգացա օրինաբավությունը բայց ադոր գողքին դեռ չէ տոտապված ադելությունը մաղձը անանտուրժողությունը դե Հայաստանի մեջ մնացել է քիչ մը շատ ցավալ բادرազմի ջնշումով ասենք բոլորը բոլորին գադեն բոլորը իրար մեջ դաշնամի կդեսնեն բոլորը մեղավոր կփնդրեն
Շատ եթե ադի խորկային չէ, եթե քիչ մկերես դիմացինը գսկաս որ անպայման դրական բամը պիտի ելնի։ Ադիգա շատ դրական գա համարեմ ես։ Ազատական շունչը գա, հիմա ադոր գողքին ազատական առաջ չի գար։ Քոչարյանի Սերժի ժամանակ ահավոր ճնշվածություն կար։ Վախնային։ Դու սկացած ես։ Ես Սերժի ադեն Սերժ Սարգսյանի օրերուն չեմ սկացած այդ ճնշվածությունը։ Հակառակ որ շատ կխոսին ադոր մասին, կամ չեմ գիտեր։ Չէ գար, հիմա գոնե ավելի էր։ Հետո փուջ հայրենասիրական բանի դա գար այդ ճնշվածությունը։ Չես կնար խոսի ոչ մի տիսականը եւ այլն։ Դոնական հայրենասիրություն ես կոչեմ։ Դիվտանկավոր էր շատ, այդ ամբերն էին, ինչպես քիչ առաջ ասինք, հոս աստուծի մեզի։ Անգերց խոսինք։ Վերադառնանք ու Հալեբից այսօր այդ Հալեբեն ինչ մնաց դիկրանք։ Գիտեմ որ ցավցնող հարց մնե եւ վստահ եմ որ ասմասը շատ պիտի դիտեն մեր ագընտիրները, որովհետեւ մեր նաեւ այս հաղորդումներում մեջ միշտ մեր ծննդավայրերը դեղ ունին։ Եվ մանավանդ Հալեբը շատ թարն եւ դխուր Բերութն ալ սևորեր են անցած, բայց հիմա Հալեբը դեր գենտանի է եւ դուք որպես Հալեբայեր աբրեցակ այդ ամբողջ ողբերգությունը ինչ մնաց մեջը Հալեբեն։ Այդ շատ հետաքրքրական է, որ ես Հալեբին կապված անցմը չէի, ես Հալեբին կփախեի միշտ, շատ չէի սիրել Հալեբը։ Պախուստ կուդայի Հալեբը ինձ նեղացնող էր շատ հարցերով։ Ինչու գալածեին։ Չէ, հայլացանք չէ, բայց իսլամական էր։ Այսինքն մշակույթը արաբական, մուսլիմանական մշակույթ էր, որ հարկելի է։ Հակառակ որ ռեժիմը, այսինքն ամեն ինչ կներ, որ ադանք չի իբր։ Այդ Դամասկոս ուրիշ էր օրինակ։ Դամասկոս ավելի կսիրեի ես։ Բայց չէի գնա փոխադրվել։ Բեյրութ ավելի կսիրեի։ Ոչ թե սիրելու իմաստով, նաև կորձերդ եւ այլն։ Կորձերու իմաստով կապ։ Բայց հագա քեզի տուրեգան չէր, այդ իսլամական ֆոնը։ Բայց Հալեբի հետ կապս ուրիշ շատ հետաքրքրական բան ապրեցավ, որ երբ որ 6 տարի չի եկած Հալեբ 2017-ի վերջն էր որ այցելեցի ավելի սիրեցի Հալեբը սկսա Հալեբին կապվել ասենք կտարադությունը մեջս արտնցավ խղճահարությունը Հալեբ շատ դժվար էր շատ երկու կրեցի ադորմասին շատ երկու թե կերարվեստական թե օկեպանական թե երկու չեն նույնիսկ երեք թե ընկերապանական աս երրորդությունը մեջս մեծ ասենք չսեմ ցավ բայց ցնցումը առաջացուց սկսա Հալեբին խղճալ Հալեբ փնդրել իր ավերակ գերտայի ադին տաղերը գտարնայի գայտնապերի նորեն պերտը անշուտ վերագանքնելով իշադակները իբր թե բادرազմը վերջացեր էր 2017-10 պիտի վերագառուցվեր չեղավ այդ բանը արդեն ինչ բաների անցավ Հալեբը բայց վերը հայտնապերեցի Հալեբ ամեն ինչով եւ այդ վերարժևումս իմ ոչ թե խղճի խայտ ապրեցա որ շատ չէի սիրել Հալեբ այդ վիճակը այդ էր գնաց անցավ բայց ինձ համար հաճելի էր ասնոր սկացումներն ալ որոնցով մինչեւ հիմա դեռ դարված եմ այդ սկացումը հիմա Հալեբ կգարոտնամ որ շատ Հալեբի անտեպ գարոտ մգա իրաս վիճակով հա քրած եմ երկար արևել կարեմուտք քիդնալով անտեպ որ ինչքան դժվար է այսօր այո շատ դժվար է ապրելը բայց մարդկային ալ խնդիրը մեջդ կառաջացնե որ մարտապանությունը չէ որ հիմքն է ամեն ինչին մարդոց կգապվի սկոր մարդոց վիճակները առաջ Հալեբ քիչ մցոպացեր էր շրջանը շփացած էր ցոպացեր էր տասակարգ մի եղած էր որ բանաստեղծությունը գնաց շփացած Հալեբը հիմա շփացած Երևանը պետք է շփացած Երևանն ալ պետք է գրվի որը չի ուզեր որը քեզի այսպես կամ այնպես ուրալ երթաս Ադի վանողական այդ շփացածությունը գեղձե ամեն դեր գեղձե այդ շփացածությունը մանավանդ որ թոթապած գետրոններ կան այդ շփացածության քեզի որ ցուցանիշ են Մոնտրեալը որ այցելեցի շատ բան փոխեց մեջս ինչ արումով դպրոց է ակադեմիա է Մոնտրեալը մարդկային ազնվության, քաղաքավարության ինչքան արժև են շատ արժև ամեն ինչով քեզի գուզես միանալ այդ վիճակներում հագարակ չես կրնալ մասնագից որտե մարդ էսի վերջո մարդը է նախ չէ՞ գսեն մարդը սմարտով եւ մարդը է վերջո ուրիշ բան չէ մենք կարոտ ենք այդ բաներուն ալ արևելքը կարոտ է Հայաստանը մեջ լալով միջին արևելքն ալ այդ բաներեն գտարաբեր սկիզբեն Անգերց խոսինք
Սուրիո աբական, Հալեբի աբական գուզեք էզի գմդազես բնավ Չեմ Բույս կգունենաս, որ օրը գվերաթարնաս կամ Ադի դժվար արծ է սակո չեմ կարծեր օրին մենք գնայինք Գոր Հալեբին հերուն չենք ուզեր Գոր ասանք կարդալ շատ վարգածներ շատ հավանականություններ կա ինչ պիտի լա ինչ պիտի չի լա Թուրքիոյից միանա պիտի Սուրիան մասնադվի զատնա Քյուրդիստանին եթե լանը միանա տարբեր են շատ տարբեր ուղղություններ են Բայց Հալեբը որ մեծ քաղաք է, հարուստ քաղաք է, մշակույթ ունի, այսինքն շատ յուրահատկություններ ունի, ադի անհերք է։ Դալիք ունի մարդկության։ Ադի մեծ հարց է։ Ադի արևելքին գերտաս որ եթե ճունիս դալիք մարդկության գործվիր աշխարհեն։ Այո, վայության գսե, այդպես։ Օ մեծ խոսք է ադի։ Այո, հայտնի բանաստեղծությունները մեկն է։ Բայց գիտես որ գրնալալ 4-5 միլիարդ Ինչ ազգ է սկսե որ գքանիս տունք ու սերմետ սիրտը տրած ճասկային աջուրտի լալգան եւ ինչ ունիս եթե դալիք չունիս աշխարհին ալգորսվե Այո Հալեբը դալիք ունի չեմ գիտեր բայց բոլոր արևելքը գարձես դալիք չլալու չունենալու վիճակներու մեջ է աս խարխապումը աս պատերազմները անվերջանալի չի վերջանալի արեմուտքին ինչքան չի հավնինք եղմը նվաճերը հասեր է դալիքներուն դալիքը դվեր է լեվելի վրա է դալիքներուն դալիքը դվեր է հիմա սա այդպես ուրիշ անկրվան է լես բոլոր առանց պատերազմի գրնալ լուծել խնդիրները մերձավոր արևելքի հալը արեմուտքը մեջը գինա Սինգապուրը Ճապոնը նոր Դուբայը նոր արևմուտքը որոնց բոլորին գծկտի որոնց գծկտին բոլորը ճիշտ է հիմա օրինակ Սինգապուրի մոդելը մենք Հայաստանը չի ցկտիր ամեն մարդ Ադրբեջանը լա գագարագորտը բանը Թուրքիանը լա ամեն Բարսկաստանը իր ամբողջ ծեվաբաշխության մարդկային դագավին աս երկիրները որ նշեցիր մարդկային արժանավատությունը խոցելի է որովհետև համագարկը չօգներ որ մարդը լիարժեք հասկնա թիմացի մարդուն եւ իրապես գամեցողը լա եւ իրապես տրագանը լա լավ բանը սիր միշտ ասնյութը գտարնա եւ շատ կարեւոր է տուն գամբիտ հավատաց մարդկային քաղաքարտություն գա կամ չի գա այսինքն եթե տուն հավատացած ես որ բարսիկները աս խաղերում մեջ են որ չի գա արեմուտքը չի գա չէ մենք ենք ճիշտը ռուսերն ալ հիմա ունին այդ հավատքը իբր թե բայց սուտ է հայտնի է դա կփուճ է Եթե մարդկային քաղաքարտություն կա, արևմտյան քաղաքարտություն կա, ուզենք կամ չուզենք, հռոմեականը կար, բյուզանդականը կար, եւ շարունակվեցավ։ Այդ քաղաքարտությունը եթե դու չես ընդունիր, ուրեմն դու ընդունես ուրիշ բան, ցանկը չես ընդունիր։ Այդ քաղաքարտությունը նախ եւ առաջ ինչքան ալ գայբանեն գարտարածներ իրենց քողություն իրենց ցանկի անձնական հարաբերություններում մեջ ավազագությունը քողությունը գեղձիկը խապեպայություն որ Հայաստանն ալ համատարած է ինչեւ հիմա հա երբ որ ադով գարտարածներ չէ իրենք քաղաքոտադեր են ուրեմն մենք պետք է այդպես ունենք ուրեմն տուն չես գնար պետությունը ստեղծել իրենք պետությունները ստեղծել են չէ Շատ գայուն, շատ համագարկս եւ իրենց քաղաքացին է, քաղաքացին արտարություն ապահովելը արժեք ունի եւ բոլորս կցկտին քոն, ինչու համար որ երկրի միան հարկված երկրի քաղաքացիները արժեք ունին, այն իմաստով որ ամերիկացիմը եթե խնդրի մեջ է, ասենք Սենեգալի մեջ իր պետությունը գերտա եւ դեր կգանքի եւ քուբ անգերց խոսինքն է, չէ, ծրակիրիտ այո այս բոլոր արևելքը սդախոս է ամենը որովհետև առաջին արիտով կուզեն երթալ ապրիլ Շվեյցարիա ապրիլ Սկանդինավիա ապրիլ Կանադա ապրիլ ամեն ինչ Ադի անհատական ուրեմն ինքնախապեյություն է չէ շոկորտություն է Գրնան երթալ Մոսկվա ապրիլ գրնան Պեկին ապրիլ գրնան երթալ Հյուսիսային Կորեա միասինս անգարելի է ասին գդենչանք մենք բոլորս դեղմը Ադորամար շատ կարևոր է աս մենք սերբազան իբր հայալ աս հայկական իրականության մեջ ալս գեղձիկը որ կա աս երևակայական իրականությունը որ մենք մեզի գուրախացնենք կցկտի այլևս սպարեցավ մանավանդ բարդուտեն են վերջ չախչախվեցավ կփավե այլևս նոր իրականությանը պետք է հավատանք եւ արեմուտքը ունի իր նվաճումների մանավանդ անհատական քաղաքացիական իրավունքներով հավասարությամբ արտարությամբ պետք է որ ցկտիլ օրենքներն ալ հոնդանիր եւ Հայաստանը կուզե Եվրոմիության անդամ դառնա կուզե կամ չուզե եթե իրեն բարգեվի ադարիտ ով գմերժի չէ հադե ցուցանիշ
Եթե Եվրոմիությունը սա եկուր անդամ եղիր։ Եկուր հիմա ինչպես ոչ կսե։ Վազելով։ Ադե չափանիշ։ Ուրիշ չափանիշ չի գա ուսի գեղձիկ է, սուտ է։ Ունե մոդեցած լասատ եվրոպական արժեք։ Հիմա ճուզեր քեզի, որովհետև չես մոդեցած, որովհետև ուրիշ մագարտակ ես, ասիական մագարտակ ես, դեռ օրենսդրություն չունիս, ոստիկանությունը չկայացած եւ։ Չափանիշ է, ուզես կամ չուզես։ Ասերս ադես։ Եկեք անգերց խոսենք։ Սպիրկի հայության համար սպիրկի հայությունը ինչ գիտես 60-ականներուն 70-ականներուն գլխավոր օրագարկը ցեղասպանության ճանաչումն է հետո անգե իդ Արցախի բادرազմը երկրաշարժի հոլովույթը Հայաստանը լավ բեդություն մտածնելու երազը այսօր ինչ է սպիրկի ուզածը ի վերջո բարոն սպիրկ եթե հարց տան ես չեմ պատասխան չունիմ սակո ես էլ չեմ գիտեր ես ալ այդ որոնումներում մեջ եմ ես այսպես կամ այնպես ինչքանալ հայաստանցի գրնամ գոչվիլ բայց սպիրկը հայ եմ օրվա վերջը ինչպես կսեն չունիմ ես պատասխան որովհետև սպիրկը շատ զավալուն հասկացողություն է Լոս Անջելեսի սպիրկը որ տեսա բոլորով են ինչ կուզեն ուրիշ բաներ բացավ Լոս Անջելեսի սպիրկը հիմա հայաստանյան սպիրկն ալգա մեջ է մտածե հագարակ օրգանիկ է անգերձ է այդ միացուլում չէ անգերձ չէ ադիվից է հագարակ անգերձ չէ առանցին է բայց ադալը սպիրկի թիմակից մգուզեգոր վարզել որը չի աճողվիր որ ինչ է ուզածը հագա Փաշինյանականությունն է հագա խաղաղությունն է հագա թրքականությունն է հայտնի չէ այսին որոնումներու փուլմն է այսին տուն որպես հայ գրող հայ բանաստեղծ որոնման մեջ ես ինչպես հայ ժողովուրդը գարձեմ տունալ մենք բոլորս որովհետև այս եւ ինչպես ասիր երկու անգամ նշեցիր as turning point-ը մեր մեջ դերևս լավալ է բادرազմի հետևանքն է այսինքն մենք ինքնության խնդիր գտնենք մեծ հաստատություններ այո ճիշտ շնորհակալ եմ անգերձ էր նախքան ավարտել ես մեր համադրողին բանով վակնին շնորհակալ եմ ավելի վակնին արագ 5 հարցեր դիքրան արագ պատասխան գանգալ եմ ամենալավ երաժիշտը կամ երաժշտական գդորը Դիկրան Կապոյանին համար որ ժանրի որևէ ժանր քու բամոր սիրդիդ կխոսի ամենը մեկ գործ շատեր չեն պաս կանցնեն չեն ուզեր շատեր մի քանի հատ գտվեն գուզեմ որ անգերձ լավ you too one love շատ կսիրեմ քրեցի ես լսեմ ամենալավ քիրկը կամ հեղինակը չմոռնամ աստեղ անգերձության համար ասեմ որ ես Դիկրան Կապոյանեն առաջին անգամ լսա Եղիշե Չարենցի անունը եւ գեղեցիկ քիրկ մը նվիրածես շնորհակալ եմ անորամար որովհետեւ մեր միջավայրի մեջ Չարենցը այո մեգա չէր գարելու համար փոխվեցավ ճաշակը հարագաս ռոքի ճաշակը չփոխվեցավ ով է քիր կամ քրականություն հիմա այս Ալբերտ Կամի շատ կսիրեմ որ Կամի ասեն ճանդախտը իմ փոքր դվոս սիրած հեղինակ Բոյագավ է ամենալավ ֆիլմը Դիկրան Կապոյան ամենաֆիլմը ես ամենաֆիլմը լավը սիր Leonardo DiCaprio Wolf of Wall Street At megat պատկերմը գադի շատ ցնցեր է ինձ որ դա կապիտալիզմի հագարակ Նյու Յորքը միան կապիտալիզմ չէ բայց ալի ուրիշ երգանիք է հետ Նյու Յորքյան ասեցի հետ հարցազրույց ամենալավ ուդելիքը Դիկրանին համար գիտեմ այո Մազունով կիֆտա ուրիշները լսած են եւ ամենահայը եթե ինձի հարցնես ով է հայը ես միշտ պատասխանը նույնն է ով է Ինձի համար շալազնավուրն է ամենահայը ամեն կողմը չեմ մտածած ես չեմ մտածած դաղանտով մեծությամբ նվիրվածությամբ հայրենիքի սերով հիմա պիտի մտածեմ ժամանակ պիտի առնե ժամանակ արագ անունը մեկը չկար մի Աբրոխչյանը մեռած մեռած է ավերջական է չէ մեռած մենահայը մեկը որ define գնե քու ազգային ընկալումներ իր մեջն են օրինակ 2000-ականներուն եթե հարցնեիր ես կսեի Վասկեն Սարգսյանը Վասկեն կամ Մոնտե Մելքոնյանը կամ Վասկեն ավելի դվավորազեր ինձ բայց քեզի համար մամաս մայրդ լավ էր Վերդան Լուիսն է մայրս սպագեցինք մեր հաղորդումը շնորհակալություն Դիկրան մեր ագնտիրներուն հիշեցնեմ որ այսօր եկեք անգերց խոսինքը բանաստեղծ գրող հրաբարակախոս
Դիկրան Կապոյանի հետ էր, նաև հորտորս ցեզի արկելի ագնտիններ հետևիլ մեզի մեր հարթակներուն լայք սեղմել, մեկնաբանել, դարաձել մեր դեսանյութերը այդպիսով խտանած գլակ անգախ մամուլի մեր արակելությունը բարին ընծես